Գարեգին երկրորդը պիտի պատասխանի եւ նրա լռությունը անհասկանալի է։ Տեսեք, խոսքը չի վերաբերում ինչ-որ բամբասանքի, որ ասենք մեր հանդեպ կարող են ասել, չգիտեմ, իշխանական քարոզիչ, կամ ասեն արևմտամետ, կամ ձեր հանդեպ ասեն, չգիտեմ, հակա Փաշինյանական, սա չի մեղադրանքը, որ մենք էլ ասենք, դե բամբասում են ամեն մեկին հոճեն կարադառնա։ Երկրի հոգևոր առաջնորդին մեղադրում են ամենածանր մեղքերի մեջ սկսած ուրեմն կոռուպցիոն ինչ-որ սխեմաների, ես չեմ անդրադառնում նույնիսկ նրան, որ ինքը հոգևոր օրենքները խախտել է եւ ունի ընտանիք։ Դրա մասին ես չեմ էլ խոսում, չեմ էլ խոսել։ Դա արդեն թող եկեղեցու ներսում իրենք որոշեն, եթե դա իրենց համար ընդունելի է, որ այդ օրենքները խախտում են, դա դնեն մի կողմ։ Խոսքը վերաբերում է սպանություն կոծկելու փաստին, օրինակ այդպիսի նյութեր հրապարակվեցին, որ Ուկրաինայում թեմի առաջնորդը կարծես ինչ որ վրաերթի էր մեկին ենթարկել, Փաթեյկոսը կոծկել է։ Օրինակ, ես դա ասում եմ ելնելով ինչ որ լուրերի։ Երկրորդը, նրա եղբոր մասին խոսում են, որ չգիտեմ, մանկապղծության մեջ է մեղադրվում։ Օրինակ, կամ իր մասին գալիս է մի հոգևորական հայկական ժամանակում կրկնեմ, ասում է, որ տարիներ առաջ նա բռնաբարության մեջ է մեղադրվել, KGB-ն դա գիտի, ես շատ եմ էլի, դուք բոլորը տեսել եք։ Հիմա Նարեկ ջան, սա այնպեսի մեղադրանք չի, որ ասես, ես պատկերացնում ձեր կամ իմ հանդեպ այդպեսի մեղադրանք լինի։ Երկի հոգևոր առաջնորդին այսի բանի մեջ է մեղադրում, ասում հնդաբանությանը չի պատասխան։ Թող մի հատ հաղորդում նկարահանեն, լավ թողի պատասխանի, թող մայր աթոռի լրատվականը ասի, որ այս փաստերը կեղծ են, մենք էլ դատի ենք տալիս զրպարտության համար այս կայքի։ Ինչ է նշանակում ցնդաբանությանը չեմ պատասխան։ Դա ցնդաբանություն չի, գալիս փաստերով, օրով, ժամով, տարեթվով հոգևորականներից մեկը ձեր մասին sense բան ասում,